Սիգարետ կտաս։ Անչափ շնորհակալ եմ։ Իմացի լավությունը չի մոռացվում։ Պտտվում, հետա գալիս։ Ձեռնետ լարա։ Սրանց սաղ են թվում, խոսք չենք հասկանում։ Կրակ կա։ Կրակ կա։ Չեմ ծխում։ Լուրջ։ Նստի։ Դու ես։ Նստիր կխոսենք։ Ձրի փաստաբան։ Դա մոտ սենց կոստյումով մանակ ձրի փաստաբաններն են գալիս։ Հո չնեղացար ձրի բառի համար։ Դե ուզում էի ասեի անվճար էլի, տենց է, չէ՞։ Ասա կրակ տան էլի։ Դու փող կապով ես էլի, քեզ կտան։ Ինչ արիր, արա։ Հիմա հանգստացի ինձ լսի։ Ես գնում եմ։ Սպասի։ Լսի չգիտեմ ով ես, ու արդեն ցանկություն էլ չկա հետդ շփվելու, հասկացար, ինձ այսքան ժամանակ ոչ մեկ չի փորձել խփի, իսկ եթե փորձել է, ատվետը ստացել է։ Թե իմաստը չլինեն գիտես, չէ՞, ես գալստուկի չէի նայի։ Ինձ մայրդ է ուղարկել։ Ես Անային խոստացել եմ, որ քեզ տուն եմ տանելու։ Այս որտեղից գիտես։ Ճանաչում եմ։ Բա ինչի ես քեզ չեմ ճանաչում։ Մենք վաղուց չենք հանդիպել, ես Հայաստանում չէի։ Որտեղից ես մամայիս ճանաչում։ Մենք սովորել ենք մորդ հետ։ Ես ուղղակի մի տարի շուրջ ուսում ես կիսատ թողեցի ու գնացի։ Մամաս էլ կիսատ թողեց, որովհետև ես ծնվեցի հետո։ Մի խոսքով ես գտա մորդ։ Դու իմացա, որ դու… Հետո իմացար, որ խնդիր ունի, անունն էլ Սոֆիա, եկար օգնելու։ Սիր, ես եկել եմ քեզ այստեղից հանելու։ Արդեն զբաղվում եմ այդ գործով։ Շուտով կդրանա 72 ժամը, որ դու այստեղ ես։ Ես կարգը գիտեմ, նորություն չի։ Պետք է խափաման միջոցը փոխել։ Չի լինի։ Խմբակային հարցակում, կողոպուտ։ Կլինի։ Դե եթե եկել հասել այստեղ, թողել են, որ ինձ տեսնես, երևի մի բան կանես, էլի։ Իմացա ինձ։ Քեզ մոտ զենք է եղել։ Բա ինչ կողոպուտ առան զենք։ Չեմ հասկանում դու։ Ես ինչ։ Ոչինչ։ Չէ, ասա ինչ։ Ձեռքիդ ինչ է գրված։ Հա։
Սոնա ջան, այսքան ժամանակ դպրոցում ես սպասել։ Սպասեցի դասերն ավարտվեն ու եկանք։ Ոչ էի թողնելու երեխուն մենակ։ Ես ինչ գիտեմ, ինչ կլինի, երբ կլինի, ոնց կլինի, կարող է գան երեխուն դպրոցից տանեն, կարող է 1000 բան լինի։ Դե որը տենց էր մի քանի օր դպրոց չտաներ, մինչև տեսնեիր ինչ կլինի։ Չէ, լավ էլի, հիմա էլ պատճառ են դարձնելու, որ երեխուն դպրոցից չեմ տանում ու դասերից հետ է անկնում։ Այ Սոնա, մինչև այդ դատը կվերջանա, դու կես մարդ կմնաս։ Գիտեմ։ Ուղղելը պարզ չի, թե դատարանը ինչ կորոշի։ Ու այդ ինձ սպանում է։ Եթե երեխուն իզնից վերցնեն, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Հերիք, այլ այդ մասին չենք խոսում։ Լավը մտածի, որ լավը լինի, աղջիկ ջան։ Ինչ ես որոշել։ Ոչ մի բան էլ չեմ որոշել։ Ինչքան կարող եմ մարդկանցից փախչել։ Հեռախոսն անջատելով հարց չի լուծվի։ Հիմա ես քեզ ասեմ ամեն ինչ լավ է լինելու։ Սոնա ջան, ես քեզ ու Արմանին շատ եմ սիրում, դու գիտես։ Ես քեզ հարազատ աղջկաս տեղ եմ ընդունում։ Ամեն գիշեր քնելուց առաջ աղոթել ես, առաջինը քո անունը եմ տալիս, հավատա, ընենց ոնց որ մայրը։ Հավատում եմ։ Ես գիտեմ դու ինչքան ես տանջվել, ինչ կյանքով ես ապրել, երեխուդ համար արել ես ամեն ինչ։ Գիտեմ ինչա նշանակում մտածել, որ կարող է հանկարծ ինքն էլ մեծանա քեզանից հեռու, ոնց որ դու ես առանց մոր մեծացել։ Ես տենց բան երբեք թույլ չեմ տա։ Մի րոպե չկա, միացրել եմ, արդեն զանգում են։ Ասա։ Լավա պատասխանեցիր։ Ասա, ինչ ա եղել։ Ինչ պետք է լինի, պոչտայի աշխատող եմ դառել։ Էլի նամակ ունես։ Հիմա ինչ ա։ Էլի դատարանի ցարի տար։ Ու հետո այդ հասցետ էլ փոխի, որ ստեղ էլ նամակ չբերեն։ Ինչ ա գրած։ Ինչ ա գրած, ինչ իմանամ, արիտ ես։ Լսի, ես գիտեմ, որ դու բացել կարդացել ես, ասա, ինչ ա գրած։ Գրված ա, որ նոր հանգամանքներ ի հայտ գալու պատճառով դատը արտահերթա լինելու նախատեսված օրվանից էլ շուտ։ Ինչ հանգամանքներ։ Ես ինչ իմանամ ինչ հանգամանքներ, ես ինչ իմանամ դու ումից ես փախչում, ինչի ես փախչում, ինչ ա եղել, այդ հանգամանք չի Սոնա։ Լսի, դու որտեղից գիտես։ Ամուսինը տեր եկել, նախկին, տանս մեջ քեզ էր փնտրում։ Լսի Սոնա, իմ գործը չի, բայց… Լսի, լավ ասացիր, քո գործը չի։ Սոնա, բայց որ ինձ լսես, այդ երեխուն կտաս իրանց թող պահեն։ Իրանց երեխենա հո չեն սպանելու, դու էլ կգնաս կտեսնես։ Չնայած իզուր էլ ասում եմ, մորդ ես քաշել, մերը կլավել իրա գլուխը քաշեց, գնաց, իր համար հանգիստ ապրում ա։ Ես էլ իրա երեխուն մեծացրեցի։ Լսի, քեզ ասում եմ, համարը տուր ու վերջ։ Գրի։ Տեսար մանեին։ Տեսա։ Ում։ Ոչ մի նոր բան։ Երեխաս ատում ա ինձ։ Ու հիմա ավելի շատ, քան երբևէ։ Կներես, բայց Ոչինչ, ես արժանի եմ։ սարսափելի է իմանալ, որ հայրդ քո հայրը չի։ Ես էլ մանեի փոխարեն լինեի, Կատեիր ինձ։ մամ, ես քեզ միշտ հասկացել եմ, բայց հիմա ինչքան էլ որ փորձում եմ արդարացնել, չի ստացվում։ Դու էլ։ Եմ որ պապան շուտով երեխա կունենա։ Դա ոչ մեկիս համար էլ անակնկալ չէր։ Լսի Եվա, Այդ չի նշանակում, որ ես պապային արդարացնում եմ։ Ուղղակի այն ինչ որ դու ես արել, մամ, դա սարսափելի է։ Դու 20 տարի մանեին խաբել ես։
Լավ, մի կողմ դնենք պապային ու քո վիրավորանքը։ 20 տարի դու թույլ ես տվել, որ մանեն պապային սիրի ու կապվի պապայի հետ։ Լավ, արդեն արել էիր։ Ինչի այդքան տարի հետո ասեցիր մամ։ Վրեժ լուծելու համար շատ վատ ժամանակ ես ընտրել։ Պապայի արածներից ոչ մեկը քո արածին չի հասնի։ Պապան հիմա շատ վատ վիճակում է։ Հասկանում ես ինչ է նշանակում կանգնել իր առաջ ու ասել, որ մանեն իր աղջիկը չի։ Ստեղ մենակ քո արարքները չեն։ Հասկանում ես։ Ստեղ քո արարքների հետևանքն է ամենավատը։ Հերիքա, Եվա, վերջ տուր։ Աստորան մարդկան չես հավատում։ Գրել ես, որ Կարևոր չի։ Դրա մասին չեմ սիրում խոսել։ լավ։ Մենք էլի կանդիպենք։ Հիմա ես կարևոր գործեր ունեմ։ Ու պիտի հասկանամ, թե ինչ ենք անելու։ Փաստորեն կարող ես տեղից դուրս գամ, հա։ Ես էլ ասում եի գրքերս բերեն արդեն։ Գիտես հարմարվել եմ մի տեսակ։ Գրքերդ։ Իսկ ինձ թվում էր վախեցած կլինես ընկճված։ Դե առաջին անգամ որ բերեցին մի քիչ վախեցած է, դե չգիտեի ուր եմ բերում, ինչ ալնելու։ Հիմա արդեն գիտեմ որ վախենալու բան չկա։ Չես վախենում։ Սիգարետս լավ չարեցիր, որ ճմրթացիր։ Տար։ Արման ասեցի խելոք կմնաս, ես շուտով կգամ։ Մեկա, ես բան չհասկացա, թե ինչ էիր պատմում։ Ինչ ասեցին, Սոնա։ Ասեցին, որ դատը մի շաբաթից է, որ հանգամանքներն են ստիպել ու վիճակը ծայրահեղ է։ Բան չհասկացա, ինչի։ Որովհետև վիճակը շատ վատ է, այնքան վատ երեխու վիճակը, որ պիտի շտապ հորը տան։ Ոնց թե։ Հա, այդ աղջիկն ասեց, որ երեխուն վտանգավոր է ինձ հետ մնալը։ Քեզ բան։ Ասում են, որ ես մի ամսվա ընթացքում 2 անգամ տուն եմ փոխել, որ գիշեր աշխատում եմ, օրերով տուն չեմ գալիս, որ իմ վերջին վարձակալած տնից երեխու հետ փախել եմ ու հետո տունը տակնու վրա են արել ինչ-որ մարդիկ։ Ու երեխան իմ մեծ ստիպված տնից տուն է փախնում իմ խնդիրների պատճառով։ Իսկ երեխայի հայրը շատ անհանգստացած, որովհետև ինձ տեսել է ծեծած վիճակում։ Այդ Գալոյանի մարդիկ տակնու վրա են արել հանրակացարանի տունը։ Ու դրանից հետո Լևոնը գնացել ու նկարել է այդ ավերակը։ Հետո դա որպես փաստ տարել է դատարան։ Իսկ հանրակացարանի նամուսով կանե գիտես ինչ էր կարող են ասել իմ հետևից։ Պետք եղած տեղը կգան դատարանում էլ կասեն, որ ես օրերով տուն չեմ եկել։ Մի խոսքով էս վերջն է։ Բա հիմա ուր ես գնալու։ Գնում եմ փաստաբանի հետ հանդիպման։ Պետությունը ինձ դատապաշտպանա տրամադրել, որը կասկածում եմ, թե ինչ որ բան կանի։ Աստված քեզ հետ, Սոնա ջան։ Ես չեմ ուզում հարցնեմ ու մոտ եք գնացել։ Կներես, բայց հիմա չեմ կարող ասել։ Չեմ հարցնում, ուղղակի վատ եք զգում դրա համար։ Ոչինչ բան չկա։ Եթե օգնելու կարիք լինի, ասեք։ Եթե լինի կասեմ, շնորհակալ եմ։ Մանեն էր ուզում գար։ Ես էլ եմ ուզում նրան տեսնել։ Ասա թող գա։ Բայց լավ կլինի դու բերես նրան։ Մեկ էլ չհասկացա,
Սարգիսի տղաները ինչ էին դրսում։ Ես եմ ասել, որ գան։ Ուզում եմ մի հարցով օգնի ինձ։ Ինքը։ Ինքը։ Մի քիչ կասկածում եմ, բայց որ ասում եք, Մի անգամ արդեն օգնել եմ։ Չեմ կարծում, որ հիմա էլ մերժի։ չեմ հասկանում ոնց եք լեզու գտնում դրա հետ։ Շնորհակալ եմ։ Տեսար աղջկան։ Տեսա։ Ով ա որ։ Դե ասենք այսպես։ Շատ մտերիմ մարդ։ Լավ հարցեր չեմ տալիս։ Առանց քո օգնության դա չէր լինի։ Խնդիր չկա։ Ու ենթադրում եմ, որ ուզում ես մինչև դատը հանել այդ աղջկան։ Դե ուրեմն ես կանեմ դա։ Հիմա քո գործերը այդքան էլ լավ չեն։ Ու շատ բան ունես անելու։ Չեմ ուզում, որ վատ զգաս, բայց դե հիմա ֆինանսական էլ թույլ չի տա, որ այդ հարցին լուծում տաս։ Նենց որ թող օգնեմ։ Ես քո լավությունը չեմ մոռանա։ Ինձ համար հիմա Սոֆին այնտեղից դուրս բերելը առաջնային խնդիր է։ Այնպես ասենք, ինչպես կլիներ իմ աղջկա դեպքում։ Հիմա կտեսնենք։ Հիմա որտեղ ես մնացել։ Ոչ մի տեղ մեքենաս չեն տալիս։ Ասում են գործ կա անելու։ Ուզում ես գամ ասեմ որ տան։ Չէ։ Բա ինչ ես զանգել։ Դավ կատակ եմ անում։ Որտեղ ես, տեղդ ասա։ Դրսում։ Մամայիդ հետ խոսել ես։ Խոսել եմ, բայց տուն չգնացի։ Դե հիմա ուզում եմ ես գամ քեզ տանեմ օֆիս։ Չէ, ես կգամ։ Մեծ հաճույքով ես ինքս քեզ կբերեի։ Հա։ Քույրդ այստեղ։ Ինչի։ Գնամ հարցնեմ։ Չէ։ Դե որ չէ, տեղդ ասա։ Ուզում եմ իմանալ ոնց ես։ Լավ։ Մանեն դեռ տուն չի գալիս։ Չէ, դե գիտես ոչ մեկին չի ուզում տեսնել։ Պապան ընդհատ քո մասին եմ մտածում։ Դու առաջ սենց չէիր վարվի։ Ոնց։ Դե նկատի ունեմ մամայի հետ ունեցած խոսակցությունից հետո հաստատ այդքան թեթև չէիր տանի առաջ։ Չնայած ինչի մասին եմ խոսում, ինչ թեթև։ Շատ լավ գիտակցում եմ իմ ներսումդ ինչա կատարվում։ Ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել քեզ հետ։ Ես էլ։ Ճիշտ է, առաջ երբեք չեմ խոսել դրա մասին, բայց հիմա չեմ թաքցնի։ Կարոտում եմ քեզ շատ։ Նոր ես տանաքի չեմ լինում, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարող շփվել։ Բաբ, գիտես ինչ եմ մտածում։ Ուզում եմ Ասա։ Ուզում եմ մի քանի օր քեզ մոտ ապրել։ Ես
ես դրսում կսպասեմ։ Դուք պարում եք գիշերային ակումբում, ճիշտ է։ Ես ուսումնարանում կուրս եմ ունեցել ու հիմա դպրոց Սոնա, դուք գիշերային ակումբում պարում եք, այո թե ոչ։ բարել։ Երբ։ Սոնա, դուք պետք է ամեն ինչ ասեք, որ ես կարողանամ պաշտպանել ձեր շահերը։ Լավ, Երբ եք վերջին անգամ պարել։ 10 օր առաջ ու դրանից հետո էլ չեմ գնացել։ Իսկ այդ ընթացքում երեխան ում մոտ է մնացել։ Երբ ես գիշերային ակումբում էի աշխատում, հնարավորությունն էի դայակ վարձել ու երեխան մնում էր դայակի մոտ։ Ու ես ընդամենը 2 ամիս եմ այնտեղ աշխատել։ Այսինքն գիշերը հաճախ եք բացակայել տանից։ Հա, Երեխայի հայրը պնդում է, որ դուք հիմա ֆինանսապես անկարող եք երեխային նորմալ կյանք ապահովել։ երեխայի հայրը երբեք տեղյակ չի եղել երեխան ոնց է ապրում։ Ես հասկանում եմ, բայց դատարանը կարող է հաշվի առնել եւ առաջնային համարել երեխայի ապահովությունը եւ բարեկեցիկ կյանքը։ Երեխան անգամ չի ուզում տեսնել իր հորը, անգամ հյուր գնալ նրա մոտ չի ուզում։ Սոնա, երեխան անչափահաս է ու Խնդրում եմ, մի բան արեք։ փաստերը շատ են ձեր դեմ, հասկանում եք։ Ինչ փաստեր, որ ես ընդամենը 2 անգամ տուն եմ փոխել։ Բայց չէ՞ որ չեք կարողացել վճարել այդ տան գումարը։ Բայց դա ինչ կապ ունի, անգամ ամուսիններով ապրող մարդիկ չեն կարողանում գումարը ժամանակին վճարել, դա ինչ կապ ունի։ Այո, համաձայն եմ, բայց չէ՞ որ իրենց գործը չեն քննում դատարանում։ Դուք էլ եք կարծում, որ ես վատ մայր եմ։ Ոչ, Սոնա, ես այդպիսի բան չասացի, հանգստացեք, մի հուզվեք։ Եթե ես իմանայի, որ տղայիս հոր մոտ ավելի լավ կլինի, երդվում եմ ձեզ, ես կտայի երեխային դրանց, բայց դա այդպես չի։ Սոնա, ովքեր են ձեր տունը տակնու վրա արել։ Ծեծել ձեզ, ումից եք դուք փախել եւ թաքնվել ձեր դարակի տանը։ Դուք այս հարցերին ստիպված կլինեք պատասխանել, բայց արդեն դատարանում։ Հասկացեք, նրանք ոչ միայն ուզում են երեխայի խնամքը վերցնել իրենց վրա, այլ նաև ձեզ զրկել մայրական իրավունքներից։ Ես տղայիս մենակ եմ մեծացրել։ Լրիվ մենակ, բայց նա երբեք ոչ մի բանի կարիք չի ունեցել։ Երբեք սոված չի եղել։ Ու խնդրում եմ ձեզ օգնեք ինձ, ասեք ինչ անեմ։ Խնդրում եմ։ Լսում եմ, Սարգիս։ Հիմա։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ուղղակի շատ անսպասելի արագ լուծվեց այդ հարցը։ Հենց հիմա գնում եմ։ Շնորհակալ եմ։ Ես երևի գնամ, հա։ Հա, բայց տուն կգնաս, խնդրում եմ։ Ես քեզ ասացի, բացատրեցի ու նաև շատ եմ խնդրում։ Կգնամ։ Անկախ ամեն ինչից ես երբեք քո ասածը չեմ անտեսել։ Հիմա էլ նույնն է։ Ես հասկանում եմ, ես համար շատ դժվար է։ Բայց դա պետք է հասկանաս, որ ոչինչ չի փոխվել։ Փոխվել է։ Չեմ ուզում, չի փոխվել։ Հիմա ես գիտեմ, որ Եվանա քո աղջիկա է։ Մանե։ Այդպես չի, աղջիկս, այդպես չի։ Մենք մի քանի ժամ է խոսում ենք ու ինձ թվաց դու ամեն ինչ հասկացար։ Լավ, վերջել չեմ խոսում։ Վաղն էլի արի ինձ մոտ, հա։ Ես կսպասեմ։ Իսկ հիմա ներիր ուղղակի շտապում ու պիտի դուրս գամ։ Լավ։
Խանսացյան, Մանուկյանը մարդ հաղուարկել։ Հիմա Հիշում եք չէ, որ ասել եմ մի քանի անգամ եկել են ու զանգել են։ լավ, Հիմա ինչ ասեմ։ դրան ասա թողում ներս կա, բայց մի 2 րոպեից։ Լավ։ Մարկ, Լսում եմ, պարոն Խանսաջյան։ մենք քիչ հետո նույն տեղն ենք գնալու։ Մանեին տանեմ գամ։ Չէ, Մանեին ուրիշ հետ ուղարկիր։ Ես շտապում եմ։ Լավ։ Ահա իմ բանել։ Այնպես սարա, որ մենք երկուսով լինենք։ Բայց Ես չեմ ուզում, որ ուրիշ մարդիկ էլ տեսնեն, թե ուր ենք գնում եւ ում ենք տանում մեզ հետ։ հասկացա։ Դու ինձ լավ հասկացար, որ ինձնից ու քեզնից բացի ուրիշ ոչ ոք չպետք է լինի։ Բարսա։ Ուրեմն 5 րոպեից դուրս եմ գալիս։ Ես շատ ժամանակ չունեմ։ Շտապա։ Հասկանում եմ։ Ժամանակ թողեցի, որ ներս գաք։ Բայց լավ կլիներ մեր խոսակցությունը թողենք ողա։ Մանուկյանն ասեց, որ մեր հետ գաս։ Ուր։ Իրա մոտ ուզում է խոսակ։ Ես էլ եմ ուզում խոսել, բայց վաղը։ Այսօր է ուզում խոսակ։ Ինքը արդեն մի քանի անգամ եկել աստեղ չեք եղել։ Ես հիվանդանոցում էի ու դրա մասին բոլորը գիտեին։ Ես հրաման ունեմ, որ հենց հիմա ձեզ տանեմ իրա մոտ։ Ստիպված եմ կրկնել, ես այսօր չեմ կարող։ Տենց էլ փոխանցել։ Կարող եք նաև իմ ներողությունը փոխանցել, որ մերժում եմ հրավերը։ Ես վաղ ինքս կգամ։ Լավ։ Դու էլ ես որոշել գնալ։ Ընդամենը մի քանի օրով գնում եմ պապայի մոտ։ Ինչ? Մի քանի օր, մամ։ Ինչի համար, Եվա։ Երևի դու չես նկատում, բայց պապան հիմա այդքան էլ լավ վիճակում չի։ Իսկ ես։ Թե որոշել եք ամբողջ ընտանիքով պատժեք ինձ։ Եթե հիշում ես, դու ինքդ էիր ասում, որ այս վիճակում պապային պետք չի մենակ թողնել։ Ես չէի սպասում, որ դու էլ Հաջող։ Գնացեք։ Հա, բոլորդ էլ գնացեք։ Ինձ թվում է պետք չէր Մանուկյանին մերժել։ Հիմա ավելի կարևոր բան կա անելու։ Ոնց գիտեք։ Վաղ կտանես ինձ։ Տեսնեմ կխոսեմ այդ Մանուկյանի հետ։ Կարող է վաղնել ինքը։ Չուզենա ձեզ տեսնել։ Այսինքն։ Մանուկյանը հեշտ մարդ չի ինքը։ Այսօր Մանուկյանին թողնենք։ Թողնենք վաղվա, հիմա ավելի կարևոր գործ կա անելու։ Ես լարված եմ աշկը մտքս ուրիշ տեղը։ Լավ։
Սոնա ջան, Արմանը չկա։ Ոնց։ Ասում էր, ես լսել եմ ձեր խոսակցությունը, լացում էր, ասում էր… Ուր ա տղես, Նարինե։ Ես բան չհասցրեցի անել դուրը, բացեց ու փախով, ամբողջ թաղով մանենք եկել չենկա, ոչ մի տեղ չկա։ Ոնց չկա, ինչքան ժամանակ ա դուրս ա եկել։ Արդեն 2 ժամ կլինի։ Եվա, Եվա, Ասամանե։ Ես տանը չեք։ Ես տանը չեմ, Դավիթ Հաշեն եմ եկել։ Ուր։ Ուզում եմ մի քանի օր պապայի մոտ մնալ։ Մանե։ Հա, չէ, ես բան չեմ ասում։ Լավ ես անում քո պապանա։ Վերջացրու Մանե, հարցը այդ չի։ Ուղղակի հիմա։ Լավ կներես, չէ, իսկականից ես ուրախ եմ, որ գնացել ես։ Հիմա իրա կողքը շատ կարևոր է, որ մարդ լինի։ Լավ, Եվա, հետո կզանգես էլի։ Չի եկել։ Չի։ Արի Սոնա ջան։ Ես հիմա ջուր կբերեմ, բալես։ Խմի հանգստանաս։ Ինչքան տեղ կամ փնտրել եմ։ Մի բան եղած չլինի այդ երախ։ Չէ, Սոնա ջան, բան եղած չի լինի։ Ուղղակի երևի մի տեղ թաքնվել է։ Արդեն մութ է, հասկանում ես, որ ուզի էլ տեղը չի գտնի, Աստված ջան, ինչ անել։ Ես եմ մեղավոր, ես, արի դուրս գանք, էլի նայենք, հա։ Չէ, դու տանը մնա, կարող է հետ գա։ Սոնա, արի ոստիկանություն զանգեք, իրանք ավելի շուտ կգտնեն։ Չէ, հանկարծ այդպես բան չանես, մենակ ետ էր հիմա պակաս։ Հիմա, Աստված ջան, ես եմ մեղավոր։ Դու մնա մեքենայի մեջ, ես էստեղ կսպասեմ։ Ոնց սենց եղավ։ Մենք գիտենք սխալ ինֆորմացիա։ Դե ոնց տեսնեք սխալ չի։ Վարկես սպասեք։ Արամ։ Սպասեք, հեսա գալիս է։ Հիմա երևի պետք է ասեմ շնորհակալություն, չէ՞։ Դրա կարիքի չկա, նստիր մեքենան տուն են գնում։ Ընկերներս հետևից են եկել, իրանք կտանեն։
լավ կլինի, որ միասին գնանք։ Ընկերներիս կնեղացնեմ։ Ես մորդ խոստացել եմ, որ քեզ տուն պիտի տամ։ Դու քո խոստումը կատարել ես, ես ընկերներիս հետ տուն կգնամ։ Դու մեր մեքենայով կգաս, նստիր մեքենա, ես քեզ տուն եմ տանելու։ Մյուս անգամ հետս սենց չխոսես։ Ու երբեք։ Ոնց նստի ավտո։ Այս մարդն անց հարել, որ մինչև դատը դուրս գամ։ Ով է որ։ Բարեկամ։ Լավ է արել, նա անցի նստի ավտոն։ Ինքը ինձ կտանի։ Դե ինքը պիտի տանի է։ Տենց է պետք։ Ասում եմ քեզ գնա նստի ավտոն։ Արամ։ Ասում եմ տենց է պետք։ Դուք գնացեք, տուն հասնեմ կխոսանք։ Սպասի։ Դրա կարիքը չկար։ Թողնի։